Ծանծանացեցրեց, ուսում որ մեր հաջորդ տարբերական համերգներին, որոնք կլինեն միասնական բոլորի համար, մենք հրավերները միշտ ձեզ ուղարկենք եւ թվում է, որ նոյեմբերի վերջին արդեն 27 թվականի մրցույթը կսկսվի, հա, եւ մեր տեղեկատվական օրերը զուգահեռ կսկսվեն, ապա մենք որ միանանք եւ Եվ տեղեկատվությունը ամենակարևոր բանն է Էրազմուսի շրջանում, որ լինեք տեղեկացված, իրազեկված, ժամկետներ, պայմաններ, ամեն ինչը, հա։ Եվ մեր խնդիրը գիտեք ինչու՞ն է, վեշտական կրթության ոլորտում ես երեխաների լավ ուսումնասիրություններ են վերելի ազգանացականում, տարբեր են կրթական բաները եւ մենք նախանցած տարի Ամպերպենի դաշնային մշակութների համալսարանի մաշկոլերուն կապիտուսական դեմոնստրացիաներ իրանց հետ, երբ որ մենք մեր ուսումնական պլանների վարվեցին, երբ ինտեգրացիա, դրանցով բակալավր դիրեկտորի իրանք չհասկացան, էլի։ Երբ որ ես քննարկեցին, որ մեր մոտ մագիստրոսի որակավորման համարժեք մեր դիպլոմի մեր որակավորում, իրանք ասում չէ, կներեք կոնկրետ պատասխան։ Դժվար է։ Հենց սա է դժվարությունը մեր պարզությունը։ Լսել ենք նաև պետական համալսարանից, իրենք եկել միայն PhD level-ում են ուղարկում ուսանողներ։ Տենուսը վարեցինք 2007 թվականներ ու Բելգիայի հետ 56 շրջանավոր պատմի մեջ ենք ինժեներներ, գրականության ֆակուլտետի մալավ ծրագրեր արեցինք ինժեներներ, բայց դժվարական ատնես վստահ է եստեղ մաշտակում, դժվարական ոլորտային է, մի քիչ շատ բարդություն, իրանց ծրագրերը լրիվ տարբեր են մերից։ Չէ, հա, հիմնական։ Սկսենք և Այսօր խոսելու ենք Erasmus Plus հնարավորությունների մասին, կոնկրետ հենց բուհերի համար նախատեսված։ Իհարկե այն ինչի մասին այսօր կխոսենք ընդհանրապես ICM-ն է եւ CBAG-ին, մեր իմացած կրեդիտային շարժունությունը եւ կարողությունների զարգացման ծրագրերը, բայց իմացեք, որ այլ հնարավորություններ բուհերի համար եւս կան։ Դուք կարող եք օրինակ կազմակերպությունների հետ միասին ընդգրկվել երիտասարդության ոլորտի, վիրտուալ փոխանակումների ծրագրերում, այսօր այդ մասին չենք խոսում ենք մեզ ուզող ICM-ի եւ CBAG-ի մասին։ Erasmus Plus-ը դե վստահաբար լսել եք, որ Եվրամիության ամենամեծ ծրագրերից մեկն է, որը ֆինանսավորում է եւ միտված է կրթության, գիտության, ուսուցման, երիտասարդության ու սպորտի ոլորտներին։ Իդեպ այս վերջին երկու ոլորտները, երիտասարդության ու սպորտի ոլորտները, վերջերս են Հայաստանի համար բաց։ Եվ դա եւս կարող է ձեզ համար առիթ լինել, որ հետաքրքրի ընդգրկվեք սպորտի կամ չէ, օրինակ երիտասարդության ոլորտի հետ միասին ինչ-որ ծրագրում։ Ֆինանսավորում է ծրագրեր, նախագծեր եւ տրամադրում է կրթաթոշակներ։ Դրանք կլինեն անհատական կրթաթոշակներ, թե ֆինանսավորում բուհի կարողությունների զարգացման համար, դա միևնույն է ֆինանսները տրամադրվում են։ Ամրապնդում է ԵՄ տարածքի միջև համագործակցությունը եւ ԵՄ միջազգային համագործակցությունը։ Erasmus-ի այս տարվա շրջափուլը, այսինքն այս տարվա չէ, արդեն մոտենում ենք շրջափուլի ավարտին, այս շրջափուլը 21-ից 27 թվականներին էր եւ 28-ից 34-ի համար այլ ստրուկտուրա է նախատեսվում, այդ մասին արդեն խոսենք հետագայում։ 21-27 շրջափուլը հիմնված է նախորդ շրջափուլի վրա, ինչպես տրամաբանորեն կարելի է ենթադրել եւ ավելի միջազգային է, այսինքն աշխարհագրորեն ավելի ընդլայնված է։ Հորիզոնական գերակայությունները շրջափուլի համար նույնն են, ներառականություն, բազմազանություն, շրջակա միջավայրի կայունություն, պայքար կլիմայական փոփոխությունների դեմ, թվային փոխակերպում, մասնակցություն ժողովրդավարական գործընթացներում։ Աշխարհագրական ընդգրկվածությունը հետևյալն է, ծրագրային երկրները, դրանք ԵՄ27 երկրներն են, եւ ծրագրին ասոցացված երրորդ երկրները, որոնք 6-ն են, հիմա կխոսեմ այդ մասին, եւ ԵՄ-ից դուրս գոյություն ունի աշխարհ,
Դրանք մտնում են գործընկեր երկրների մեջ եւ բաժանված են 14 տարածաշրջանների եւ կոչվում են չասոցացված երրորդ երկրներ։ Մասնակից երկրները հիմա 27 երկրներ են եւ ասոցացված երրորդ երկրները, որոնք 6-ն են՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Թուրքիա, իսկ ծրագրին չասոցացված երրորդ երկրները 14-ն են, մենք կոնկրետ արևելյան տարածաշրջանում ենք, Eastern Partnership Countries կամ նոր տերմինով Neighborhood East, բայց բան չի փոխվում բովանդակությամբ, այստեղ մեր հարևանների հետ ենք Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան եւ Բելարուս։ Հնարավորություններ մեզ համար կոնկրետ չասոցացված երրորդ երկրների բարձրագույն կրթության հաստատությունների համար։ Միջազգային կրեդիտային շարժունություն, ICM, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում, այս երկուսի մասին այսօր խոսելու ենք։ Մնացած երեքը եւս հնարավորություն է ձեզ համար, Erasmus Mundus համատեղ մագիստրասուրական ծրագրեր եւ Erasmus Mundus նախագծման միջոցառումներ, Jean Monnet գործողություններ եւ վիրտուալ փոխանակումներ։ Բաժանված է մի քանի հիմնական գործողությունների, հիմնական գործողություն 1, որը անհատների շարժունությանն է վերաբերվում, դա կլինի ICM, կլինի Youth Exchange, միևնույն է դա այս սանրակի մեջ է ներառվում, հիմնական գործողություն 2, որը ավելի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն է ուղղված, այսինքն կոնսորցիումային, համագործակցային երկրների եւ այլ հաստատությունների միջև, որը միտված է հաստատությունների հենց կարողությունների զարգացմանը։ Հիմնական գործողություն 3-ը քաղաքականության զարգացման եւ համագործակցության աջակցությունն է, որը ցավոք մեր համար բաց չէ, եւ մյուսը Jean Monnet գործողություններն են առանձին Jean Monnet, չէ, ասեք։ Jean Monnet բարձրագույն կրթական հաստատությունների համար է բացառապես եւ այնտեղ 3 ուղղություններ են հիմնական մոդուլներ, հիմա կասեմ մոդուլներ, անգլերեն եւ գերազանցության կենտրոններ, հա։ Եվ այդտեղ հիմնական թեմատիկան, որ ծրագրերը պետք է այդ մոդուլները օրինակ կամ ամբիոնները որ ստեղծում են, պետք է կատարեն ուսումնասիրություններ եվրոպական միության առաջնորդ ուսումնասիրությունների պետք է եվրոպական արժեքներ, եվրոպական միություն, ուղղակի որ հարցը առաջացավ, դուք որպես մշակույթի համալսարան, օրինակ կարող եք հետաքրքրվել Jean Monnet-ով, հա, մոդուլների տեսքով առարկաներու մոդուլներ, հա, առանձին ունենք, կարծում եմ ձեզ համար հետաքրքիր ուղղություն կլինի։ Կարող եք առանձին դրա համար ձեզ թեմայով անհատական խորհրդատվություններ կազմակերպել, ձեզ հետաքրքիր կլինի մասնավորապես։ Մենք այդպիսի փորձ ունեցանք Promotion of EU in Armenia, Promo EU ծրագիրն է շրջանում է, որի շրջանակներում Եվրամիության օրենսդրական ակտերի Հայաստանի օրենսդրական ակտերի հարմարեցումը եվրոպական պահանջներին դա է դրված եւ շատ շեշտը դրված է ուսանողների մասնակցությանը, շատ ակտիվորեն մասնակցում էին եւ ուսումներ ունեցան, դա նաեւ հրատարակեցին իրենք ոչ էլեկտրոնային հրատարակություն եղավ, հա, այնպես որ շատ լավ էր։ Ճիշտ է, մի քիչ այդտեղ իրենց բյուջեն փոքր է, ճիշտ ասած, եւ ժամանակներն են փոքր, բայց ամեն դեպքում արժե է դա անել։ Իհարկե դա նորույթ է եւ ուսանողների համար հատկապես շատ լավ է, կարևոր է։ Միջազգային կրեդիտային շարժունությանը անդրադառնանք հիմնական գործողություն 1-ի մեջ է։ Սրանք այն ծրագրերն են, որոնք ընդգրկում են ամբողջ համալսարանի համայնքը։ Վերաբերվում են եւ դասախոսներին, եւ վարչական անձնակազմին, եւ ուսանողներին, ընդ որում բոլոր մակարդակներում, study cycle, ուսման աստիճաններում, բակալավր, մագիստրատուրա, PhD, մեր մտածած ասպիրանտուրան, շարժունությունը ուսանողների, այսպես հապավում կա SMS, Student Mobility for Studies, դուք փաստաթղթերում հաճախ կհանդիպեք, դա վերաբերում է ուսանողների շարժունությանը, ինչպես ասացի, տարբեր աստիճաններում կարող են մասնակցել շարժունության եւ դա կարող է տևել 60 օրից մինչեւ 12 ամիս, իսկն 2 ամսից 12 ամիս։
մինչև 2 կիսամյակ։ Եվ ցանկացած կրթական աստիճանի համար է դա գործում։ Այսինքն կարող է մի հատ բակալավրում այդ տևողությամբ շարժունություն ունենալ, մի հատ մագիստրատուրա, մի հատ PhD։ Շարունակական բակալավրից սկսի հետո անցնի։ Ինքը իրավունք ունի դիմելու եւ բակալավրում եւ մագիստրատուրայում, դա արդեն էական չէ, որ ինքը մի անգամ արդեն բակալավրում մասնակցել է։ Ամեն սայքլի համար ոնց որ առանձին նորից հաշվարկվում է այդ տևողությունը։ Կա նաև traineeship-եր, իհարկե Հայաստանը այդքան ակտիվ չի traineeship-երի հարցում, պրակտիկաներ, ստաժիրովկաներ, բայց ունենք օրինակներ հայաստանյան այլ բուհերի մասնակցությամբ, որ արդեն իսկ իրականացնում են։ Այս դեպքում նույնպես 60 օրից մինչև 12 ամիս տևողությամբ է, ընդ որում ԵՄ երկրների համար մի քիչ ավելի ճկուն է traineeship-երի հատվածը, քանի որ իրենք թույլ են տալիս ուսանողին ավարտական տարում դիմել եւ ավարտել ու ավարտած կարգավիճակում մի տարվա ընթացքում իրականացնել իրենց traineeship-ը։ Մեր համար դեռ այս օրինակը չկա, նման օրինակ դեռ չենք ունեցել, բայց գիտենք ինչ կլինի, գուցե եւ ունենանք։ Աշխատակազմի դեպքում մի փոքր ավելի սահմանափակ է տևողությունը, 5 օրից մինչև 60 օր, իհարկե 60 օրը շատ լավ կլիներ որ տրամադրվեր, բայց պրակտիկայից ելնելով հիմնականում 5-ից 10 աշխատանքային օր ոչ ավել չի տրամադրվել։ STA, Staff Mobility, որն եք ասում։ Mobility for teaching, ST, A-ը, չգիտեմ, իրանց հապավումներն են։ Ուղղակի այդ mobility agreement-ների մեջ կարող է հաճախ լինեն այս հապավումները, երբ որպեսզի ճիշտ կողմնորոշվել, դրա համար հապավումը թողել է։ Չեմ կարող ասել ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել, որ A-են գրել։ Ինքը teacher-ից է։ Քանի որ SM teacher կարող է լինել, ինքը S teacher, STE։ STE, okay։ Ակադեմիական շարժունությունը եւ աշխատակազմի շարժունությունը տևում է 5 օրից մինչեւ 60 օր, այսինքն մինչեւ 2 ամիս, եւ այստեղ հիմնականում շեշտադրումը գնում է staff training week-երի վրա, փորձի փոխանակման վրա, job shadowing, մոտիկից ուսումնասիրում եք իրենց աշխատելավոճը, փաստաթղթային հենքը եւ այլն։ Այսքանը կարծես թե այս մասով ոնց որ ավարտեցի, իսկ ֆինանսական բաշխումը երկու ձևով է ընթանում՝ ճանապարհածախս եւ individual support։ Ճանապարհածախսը տրամադրվում է ըստ այս կիլոմետրերի, հեռավորությունների հաշվիչի եւ դա հաշվվում է այս ստանդարտ հաշվարկով calculator-ով, այո, այս distance calculator-ով այստեղ որ մտնենք, կտեսնենք դիցուկ, օրինակ, ասենք թե, ընդ որում քաղաքից քաղաք, ոչ թե երկրից երկիր, օրինակ, գիտեմ, Գորիսի համալսարանից, Գորիս ինտերնետ դնում է, ասենք Վարշավա։ Կիլոմետրաժը ցույց է տալիս 2405, դա նշանակում է, որ ինքը համապատասխանում է Պրյամոյի բանով ենք հաշվում։ Այո, ուղիղ գծով է հաշվում, այս հատվածում ենք։ Իրեն ճանապարհածախսի համար տվյալներն է հաշվում։ Այո։ Իսկ կանաչ ճանապարհը որն է։ Կանաչ, երբ որ օգտվում եք այն տրանսպորտային միջոցներից, որոնք քիչ են աղտոտում շրջակա միջավայրը։ Հեծանիվ, ավտոբուս։ Եվ այլն։ Դե խոսքը տեսեք ինչի մասին է, նախ Եվրոպայի համար էլ է սա, իսկ Եվրոպայի կանաչ ավելի հեշտ է։ Ավելի դուված է ու հասկանալի է, բայց նաև կարող եք գնաք գլխավոր օդանավակայան, մեծ քաղաքի օդանավակայան, հասնել մեկ այլ տեղ, օգտվում եք կանաչ տրանսպորտային միջոցից։ Եվրոպայում հնարավոր է, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայով, Ամստերդամ եւ այլն փալիչով գնաս։ Բայց Հայաստանից Իդեպ այդ ուղիղ գծով կալկուլյատորը որ ունենք,
երբեմն դժգոհությունների տեղիք է տալիս։ Օրինակ ես ունեի գործընկեր, որը կրեդեի համալսարանից է Հունաստանի, ասում էր ես կառուցում վրա եմ, ես չեմ կարող, ուղղությունից չգամ, պետք է դրանից Աթեն, չգիտեմ, հետո որտեղ որ կամ Հայաստան ու ստացվում է, որ այդ կիլոմետրերը ավելի շատ է ծախսը ստացվում, ասում է, ինձ հատուց է, ասում է, բյուջեի այդպիսի հատուցում չկա, այդ է իրանց կալկուլատորը, ուղիղ գծով Դա բան է, ստանդարտ, եթե կա, արդեն պրետենզիա ոչ մի չկա։ Ուղղակի երբեք օրինակ Հայաստան Աֆրիկայի ժամանակ երբեք Աֆրիկայի ծախսը չէր գալի միշտ վրան համարյա երթքան էլ դնում էին, որ կարողանան տեղաշարժել։ Բայց մեր մոտից օրինակ տեմպուսի ծրագրով մեր կառավարության որոշման գործման բաներով են կարել, մենք որ բյուջեն մեր հաշվեցին։ Հայաստանյան Բելգիա որոշման ծախսերն են հաշվարկել, գնալ գալ հյուրանոց կացություն ուտելու մեկ է սանորապայի կորստին կառավարության։ Տոմսերն դե գնումներով էին կապել, ասենք նորմալ բան է, եթե սենց տերիտորիաներ կա, ասենք մեր չէ որ մենք բյուջե ենք հաստատել, եթե ցենց ծրագրան, մենք որոշումները դնում Այո, Այսինքն, բացառապես առաջնորդեք իրենց օրավայքի, սահմանաչափով դժվարացի եւ նաեւ այս Ընդ որում ասեմ, որ եթե նկատեցիք մի փոքր բարձրացել է շեմը, այս կիլոմետրի համար նախկինում 360 էր տրամադրվում ինքնեջակը։ Ինֆլյացիա բան շուտ Մի չնչին ինչ որ ավելացում է, բայց դա գործելու է արդեն կնքվելիք պայմանագրերի։ 27-ի ծրագրի համար, հասկանալի է։ Կանաչի դեպքում բնականաբար եթե գտնապատկվում են ավելի բարձր է։ Միայն այս մեծ հեռավորությունների դեպքում է, որ նույնն է մնում։ Մոտ այդքան ծավալ Հա։ Լավ, բացի դրանից լինում են նաև individual support, այսինքն կացության համար, օրապահիկներ եւ այլն։ Դա նույնպես ստանդարտ գումար է եւ աշխատում է ըստ երկրների կենսամակարդակների, բարձր կենսամակարդակի երկրների համար ամսական կտրվածքով ուսանողներին տրվում է 900 եվրո, օրինակ երկրների 600-ից 700 է իշխան իշխան է։ Ճիշտ է։ Այս դեպքում արդեն դարձել է 900 աշխատակիցների դեպքում բնականաբար օրվա կտրվածքով 190 եվրո, մյուս երկրորդ տեղում կենսամակարդակի չափանիշով գտնվող երկրների պարագայում 850, Կիպրոս, Չեխիա, Էստոնիա եւ այլն աշխատակիցների պարագայում 170, երրորդ տեղում գտնվող երկրների պարագայում Հունգարիա, Լիտվա, Բուլղարիա, Խորվաթիա, Սերբիա, Թուրքիա 800 եվրո, աշխատակիցների պարագայում 148 եվրո օրավարձով։ Եվ մնացած բոլոր երկրների պարագայում 700 եվրո, համապատասխանաբար Սթաֆի դեպքում 190։ Երբ որ Եվրոպական երկրներից ինչպես Լատվիան։ Վերևն է երկրորդ Բայց դա վերևը որ Լատվիան, որ թանկա դրա վրա թանկա, ինքնին լավ թանգաններ։ Կոնկրետ Եվրամիությունից մեզ մոտ եկող Սթաֆը ստանում է այսքան եւ ուսանողները Բայց դա կեն չէ Լատվիան վերևը, Լիտվան, Լեհաստանը ներքևը։ Մասնակցության համար ինչ պայմաններ են պետք։ Մասնակցում են, դիմում են Եվրամիության երկրները, հաստատությունները, պետք է անպայման ունենան Erasmus Charter for Higher Education, խարտիա կոչվածը։ Իսկ մեզ համար որպես գործընկերուհեր մենք բազմապես պետք է ունենանք վավեր հավատարմագրում։ Անցած լինենք։ Այո։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում, որը ուժի մեջ է։ Ներառականության չափանիշին շատ մեծ ուշադրություն դարձրեք ապագայում, որ ընդգրկվեք ծրագրերում, քանի որ հատուկ բաղադրիչ կա, որ եւ ավել ֆինանս կա նաեւ դրա համար տրամադրվող եւ Եվրոպական միությունն էլ ինքան է ամեն ինչ, որպեսզի ներառականության բաղադրիչը կարողանա ապահովել։ Իսկ համամասնությունները փոփոխություն գնացել է համաֆինանսավորման պրոկուսները։ Չէ։ Այս CM-ի պարագայում չկա համաֆինանսավորիչ։ Կառուցվածքային է կա։ Կառուցվածքային է։ Հա, 10-ը մենք 20 չէ, մենք ավելի գրեցինք նույնիսկ, որտեղ Բարակի կողմը մենք ենք, մեր ռեկտորին ես ներկայացրեցինք, ասեց 20% մենք պատրաստ ենք համաֆինանսավորել, բայց եթե չէ։ Եթե չէ։ Արտադիր պայման է համաֆինանսավորում է պրոյեկտների նախագծերի համար այս CM-ը չկա։ Աշխատակի 20%։
10-ը երկուսի ժամանակից է կասել։ Միշտ է 10-ը։ Շնորհ ծրագրերն են կան։ Չէ, քիչ է, ուզում ասեմ։ Մինչև միջհամասարանական պայմանագիրը լրացնելը մենք անցնում ենք մի քանի փուլերով, նախ բանակցում ենք այդ երկրների հաստատությունների հետ, այնուհետև երբ որ ամեն ինչ լավ է ընթանում, մենք ստանում ենք հարցաշար, որտեղ պետք է նկարագրենք նախագիծը, մեր դերակատարությունը նախագծում project description կոչված անվանումով։ Իսկ այդ Այստեղ օրինակ իրականություն օգնենք, եթե ինչ-որ պրոյեկտ ունենանք նկարագրել ձևակերպման հարցում, խորհրդատվություն, թեկուզ խորհրդատվություն, այո, բայց դե գրասենյակի հենց առաքելությունը դա է ուղղորդել, խորհրդատվություն տրամադրել, բայց ձեր փոխարեն Չէ, չեմ ասում փոխարեն, ուղղակի թիրախային ընտրել գործընկերով, չասենք թեկուզ որ քանի որ դուք եք համակարգող, արդեն դուք գիտեք էլի որ Մենք կարող ենք ձեզ ասել որտեղ ընտրեք գործընկերներ, Հա, ճանապարհ գնեք, բայց ընտրել ձեզ համար դա չեք կարող, Չէ, չեմ ասում ուղղակի խորհրդակ կոնկրետ որ ես ինչ ընկերուհի բուհը ներդրենք, որ համան հնարավորություններ ունի, կարողություն եւ այլն կամ շանսերը մեծ է այդ ծրագրի շահերին։ Մենք այդպիսի տեղեկատվություն չունենք, մենք կարող ենք ասել, որտեղ որոնել գործընկերներ, եւ մյուս կողմից, եթե մեզ թիմի ինչ-որ մի բու, որ ընտրում է գործընկեր, կարող ենք այդ տեղեկատվությունը տարածել, տրամադրել, այնպես մենք չունենք։ Օրինակ, այս չափանիշով նախագծի մշակման եւ համագործակցության որակի չափանիշով 40 միավոր է հատկացվում, եթե իհարկե համապատասխանի իր կառուցվածքով, ձևակերպումներով, եթե արժանանա հավանության։ Այստեղ պետք է հստակ նշենք իրականացման փուլերը, ինչպես ենք պատրաստվում իրականացնել նախագիծը, մասնակիցների ընտրությունը, օրինակ ինչու ենք հենց թիրախադրել բակալավրի ուսանողի վրա կամ չգիտեմ, ստաֆի վրա, այս ամեն ինչը պետք է պարզաբանվի, շարժունության ճանաչումը, ինչպես ենք մենք պատրաստվում ճանաչել այդ անձի շարժունությունը, դա կլինի դասախոս, ակադեմիական կամ վարչական աշխատակից, կլինի ուսանող, միևնույն է մենք ճանաչման խնդիր ունենք եւ պետք է ցույց տանք, թե ինչպես ենք դա ճանաչելու շարժունությունը։ ԵՄԱ արժեքներին արձագանքելու կարողունակությունը նույնպես կարևոր է եւ իհարկե խթանումը ծրագրին եւ ծրագրի միջոցով նաեւ հանրայնացումը ինչպես նաեւ impact-ի ազդեցության ապահովումը ինչպես նաեւ հետադարձ կապի ապահովում հետադարձ կապ գնաց եկավ այսինքն այդ շարունակականությունը այդ ապահովումները կարևոր են Մյուս կարևոր չափանիշը ռազմավարության համապատասխանությունն է, սա ևս 40 միավորով է գնահատվում։ Այստեղ արդեն դուք պետք է ներկայացնեք, թե ծրագիրը նախագիծը ինչքանով է համապատասխանում ձեր միջազգայնացման ռազմավարությանը։ Եթե դուք որպես բաժին ունեք ձեր բաժնի ռազմավարությունը շատ ավելի լավ, կարող եք հղումներ անել, այդպես ինչ-որ mission կամ տեսլականը կամ առաքելությունը մեջբերում անել այդտեղ եւ ցույց տալ կապը ծրագրի եւ ձեր ռազմավարական խնդիրների։ Դուք կներեք ունեք բոլոր ռազմավարական ծրագրերի փուլի զարգացման միջազգային Զայնացման ռազմավարություն։ Որևէ համապատասխանում է բուհի ռազմական Եվ սահմանում ենք շարժունության տեսակները արդեն հստակ ուսանողների վրա թիրախադրում դասախոսների թե վարչական աշխատակիցների։ Մյուս չափանիշը ազդեցությունը եւ տարածումն է, պետք է նաեւ կարողանանք ցույց տալ ցանկալի ազդեցությունը ծրագրի ավարտից հետո եւ ինչպես եք դուք այդ արդյունքները, որ ծրագրից ստացել եք, տարածում եւ նաեւ ապահովում դրանց շարունակականությունը։ Այս դեպքում 20 միավոր է տրամադրվում եւ ինչպես տեսակ հանրագումարը 100 է կազմում, բայց անցողիկ շեմը 60 է։ Ընդ որում այս հարցերից յուրաքանչյուրին դուք գոնե կիսով չափ պետք է պատասխանեք, ասենք 20-ի դեպքում 10 միավորը գոնե պետք է բավարարի, 40-ի դեպքում 20 միավորը գոնե պետք է բավարարի, որպեսզի հավանության արժանանա։ Եթե կայլեն Այո։ Հասանք արդեն միջինստիտուցիոնալ համաձայնագրին, Interinstitutional Agreement հապաղումով իրենք IIP-ին։
հաճախ նշում, սա կնքվում է համալսարանների միջև, կոնկրետ ստանդարտ ձևաթուղթ է եւ սովորաբար 24-ից 36 ամիս տևողությամբ է լինում։ Ծրագիրը։ Ծրագիրը եւ տևողությունը ծրագրի։ Այստեղ հիմա ցույց կտամ ինչ տեսք ունի, եթե չեք լրացրել, միասին կարող ենք անցնել։ Key Action 1 նախկինում այստեղ կարող է գրված լինել, չէ գրված չի, 171, գրված է 131 եւ 171, այս թվերի մեջ տարբերություն կա, իրենք բովանդակային եւ ստրուկտուրալ առումով տարբերվում են։ 131-ը Key Action ուղղված է intra-European, եվրոպական ծրագրի, եվրոպական երկրների հաստատությունների միջև շարժունությանը, բայց 20%-ը կարող է տրամադրվել Եվրոպայից դուրս որևէ հաստատությունից իրենց ոլորտով այնուամենայնիվ տրամադրում են հնարավորություն։ Իսկ Key Action 171-ը նախկին 107-ի շարունակությունն է։ Սա mutual փոխադարձ փոխանակումների շարժունության վրա հիմնված ծրագիր է Եվրամիության եւ Եվրանությունից դուրս երկրների հաստատությունների միջև։ Ընդ որում դեպի եւ from and to եւ դեպի այդ երկրներ, այո, երկուղությամբ եւ հակառակը։ Այստեղ գրում ենք տվյալներ ձեր հաստատության մասին, անուն, համապատասխան, եթե արդեն ունեք Erasmus կոդ, գրում եք կոդը, կոնտակտային տվյալներ եք գրում, ցանկացած փաստաթուղթ։ Այո։ Mobility numbers նշում եք ցանկացած կրթական աստիճանում քանի mobility եք նախատեսում, staff-ի, աշխատակազմի, ուսանողների համար։ Իհարկե վերջնական թիվը որոշում է ծրագիրը եւ ֆինանսավորողը։ Մենք կարող է այստեղ լավ գեղեցիկ թվեր գրենք, բայց վերջում 1 կամ 2 տեղ ֆինանսավորվի, բայց ամեն դեպքում կարելի է փորձել։ Լեզուն, language of instruction, ինչպես է, ինչ լեզվով է դասապրոցեսը դուք անցկացնում եւ ինչ մակարդակի լեզվի իմացություն եք պահանջում ուսանողից։ Partnership arrangement, այստեղ էլի creation, չի վերաբերվում, այստեղ արդեն ժամկետներն են, երբ կարող է դիմել եկող ուսանողը եւ գնացող ուսանողը, այստեղ նշում են ժամկետները առաջին կիսամյակի համար, երկրորդ կիսամյակի համար եւ դիմելու վերջնաժամկետները։ Ակադեմիական պահանջները ինչ փաստաթղթեր եք դուք հավաքագրում եկող ուսանողներից, օրինակ, CV, մոտիվացիոն նամակ, եթե inclusion ներառականության հետ կապ ունի, ապա ինչպիսի հավելյալ փաստաթղթեր պետք է ուսանողը կամ մասնակիցը ներկայացնի։ Չունենք անելու Preparation support, մենք նաև պետք է պատրաստ լինենք եկող ուսանողին տրամադրելու աջակցություն, դա կլինի կացարանի հարցում, դա կլինի վիզայի հարցում, ապահովագրության, թե այլ, մենք այստեղ կարող ենք նշել արդեն կոնտակտներ, հիմնականում նշում են միջազգային կապերի բաժնի աշխատակիցների կոնտակտները, որովհետև հիմնական կոնտակտային անձը իրենք են։ Բայց աշխատեք նշվել ինստիտուցիոնալ էլեկտրոնային հասցեն, որովհետև որ անհատներ լրացնում, հետո անհատը տեղափոխվում է կամ դուրս է գալիս այլ աշխատանքի, ծրագրեր են առաջանում հասանելիության, հա։ Ինստիտուցիոնալ բաժնի կազմակերպության բայց հենց այդ այս վերջինում մեր համալսարանում ենք, չէ՞, բացեքտորից։ Չեմ համալսարան ոչ այս ավելի լինի բաժնի մեյլը, generic, մեյլը, ոչ թե ինչ-որ մեկի անունով մեյլը, պնդիներ հետո չունենա։ Այստեղ ներառում եք ձեր գնահատման համակարգը, կարող եք լինքը դնել, կարող եք screenshot դնել, ոնց հարմար է, բայց պետք է պարտադիր է դնել, թե ոնց է կրեդիտային գնահատման համակարգը ինչպես է ձեր մոտ իրականացում։
Այսպես, վերջում էլ այստեղ նաև նշում եք վեբսայթը, որտեղից կարող են ինֆորմացիա ստանալ տարբեր դրույթներ, պայմանագրի հետ կապված, այս վերջում էլ արդեն ստորագրություն, կնիկ, եւ հիմնականում ցանկալի է, որ ռեկտորը ստորագրի, եթե ռեկտորը չի, պրոռեկտորն է կամ այլ պատասխանատու անձ, դրա համար դուք պետք է երևի նամակագրությամբ բանակցեք, որպեսզի թույլատրելի լինի նաև այլ անձի ստորագրություն, ղեկավար կազմից այլ անձի։ Իսկ մի հարց կարելի է, մեր տարածաշրջանում VWP դաշբորդը հասանելի չի լինելու, Erasmus without papers։ Չէ, հասանելի չի։ Ինքը չի լինելու, թե Մեր հայաստանյան հաստատությունները դեռ այդ համակարգով չեն շարժվում։ ինքը մենակ Եվրոպայի մեջ է։ Եվրոպական հաստատությունները վաղուց են անցել Erasmus without papers ֆորմատին, իհարկե ոչ բոլորը, կան որ դեռ թղթային տարբերակով են, բայց այդտեղ տարբեր համակարգեր կան, ուսանողը իր պրոֆիլը ունի այդ համակարգում, օրինակ Լեհաստանում կոչվում է Ակադեմուս, Հունգարիայում պորտալ էր կոչվում, տարբեր։ Ինձ ուղղակի հետաքրքիր է ընդհանրապես Հայաստանում հասանելիությունը ստանին չունի, թե ուղղակի տարածված չի, ոնց իրավասության կողմից իրավունք կա դրանից օգտվելու, թե դեռ չէ։ Գրանցելու համասանելու։ Շուտով հասանելի չէ դրան Հայաստանի Բավարար չէ։ Հրավերը ամենտեղում կա երևի հարկայք է, չէ, ես ծանոթ չեմ, հրավեր չի եղել, որ գրանցվի։ Ինքը ուղղակի ավելի հեշտացնում է այս process-ը, հա։ Այդտեղ ուղղակի խոսքնած կայք էջի մասին, հա, որ նաև կայք էջն եք ուզում եմ մի բան ուղղակի խորտալ ձեզ, որ Էրազմուսի շրջանակում շատ կարևոր է բուհերի տեսանելիությունը, հա, այսինքն եւ սոցիալական եւ պաշտոնական կայքերում այդ ամենը թարմացվող տեղեկատվությունը բովանդակային մասը, հա։ Ինչ գործառույթներ եք իրականացնում մասնավորապես միջազգային համագործակցության մասը, պետք է լավ ներկայացված լինի, որովհետև եթե դիտիմեք ձեր գործընկերները ուսումնասիրելու են, հա, ինչ կազմակերպություն է, ինչ գործունեություն է, որոնք են հիմնական գործընկերներ, կառույցները, եւ այլն, ուշադրի պետք է լինեն, որ տեսանելիության առումով լինի բավական ներկայացված կազմակերպություն, սոցիալներում եւ ցանկալի իհարկե ոչ թե ցանկալի, եթե ուղղված եք միջազգային համագործակցության, իսկ հայերեն դեպքերի դերակատարությունը բնականաբար եւ անգլերեն այսինքն երկրեզու կայքը նույնպես անհրաժեշտ է։ Եվ լուսանը բաժին իհարկե։ Իհարկե, ամեն ինչ տեսանելի լինի բույրի գործունեությունը, որպեսզի ձեր գործընկերներին հասկանալի լինեք, իսկ ինչ գործունեություն եք ծավալում, կարող են ձեզ հետ համագործակցել, թե չէ։ Դա որպես Հաջորդ փաստաթուղթը ենթադրենք արդեն շահել ենք եւ մեր ուսանողը պատրաստվում են մեկներ սովորելու Learning Agreements for Students, Student Mobility for Studies, ուսման կամ ուսումնառության համաձայնագիրն է, սա նույնպես տեխնիկական տվյալներ են այստեղ լրացվում, անուն, հաստատության, ուսանողի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ազգություն, սեր եւ այլն, ուղարկող հաստատության, ընդունող հաստատության տվյալները, այս վերջին կետին էլ ուշադրություն դարձնեք, նայեք այստեղ language competence կա, մենք կարող է լինում է, որ հաճախ վրիպում է այս վերջին կետը եւ բաց ենք թողնում, բայց պետք է սա լրացնել, որ մակարդակի է տիրապետում, որ լեզվին, որովհետեւ նաեւ պետք է սերտիֆիկատ գցեք լեզվի իմացության։ Տեսակը, ինչ տեսակի շարժունություն է, վիրտուալ է, ֆիզիկապես է, թե երկուսը միասին։ COVID-ից հետո շատ ակտուալ դարձավ այդ blended կոչված շարժունությունը, երբ որ ուսանողը իրավունք ուներ մի մասը իր ուսումնառության on-line անցկացնել, մի մասը ֆիզիկական, այնպես որ այստեղ 3 տարանջատում կա, դրա համար է սա ներառված։ Learning agreement for studies Մինչև ուսանողի մեկնելը before mobility հատված կա
Այստեղ նշում եք օրինակ Before mobility-ին չեմ տեսնում, բայց այդ հատվածում դուք նշում եք այն առարկաները, որ ուսանողը ընտրել է նախապես ուսումնառության համար տվյալ հաստատությունում։ Կողքը գրում եք կրեդիտները, գրում եք հանրագումարը, total-ը, եւ կա նաեւ հատված, որը նախատեսված է ուսումնառության ընթացքում փոփոխություն կատարելու համար։ Դա կոչվում է during mobility։ Հատվածներ չեմ տեսնում։ Հա, exceptional changes։ Նայեք, այստեղ արդեն 20 կրեդիտ ցանկալի է, որ ուսանողը հավաքի գա մայր հաստատություն, 10-ը լրացնի։ Այո, 1 կիսամյակի կտրվածքով։ 10-ը լրացնի, բայց դրանից շատ տարբերությունը չլինի։ Այստեղ արդեն փոփոխությունները, հա, որ տեղ են ունեցել ուսման համաձայնագրի մեջ, ներառում եք, գրում եք ինչու է փոփոխվել, այսինքն ուսանողը սա պետք է անի, եւ ուսանողը իրավունք ունի իր մեկնելուց հետո 5 շաբաթվա ընթացքում կատարել համապատասխան փոփոխությունները։ Իհարկե, այո, տվյալ հաստատությունում, որ արտասահմանյան որտեղ սովորում է։ Իհարկե, սա պետք է արվի փոխհամաձայնեցված կարգով եւ մայր հաստատության եւ ընդունող հաստատության միջեւ եւ փաստաթղթային մասն էլ պետք է ապահովի հենց 5 շաբաթվա ընթացքում, ոչ ուշ։ Վերջում դուք նաեւ որպես ուղարկող հաստատություն դուք պետք է նշեք նաեւ թե ուսանողի վերած կրեդիտները ինչպես է ճանաչում։ Սա եւս շատ կարեւոր կետ է ուսման համաձայնագրի մեջ։ Եվ հաճախ բացի այս փաստաթղթից հավելյալ կարող է գործընկերուհը ձեզանից ուզել օրինակ կնիքով ձեր հաստատության կնիքով ստորագրությամբ դուք իրականում ինչպես եք վերահաշվարկը արել առարկաների կրեդիտների եւ ինչպես եք համակարգում ներմուծել, նույնիսկ այդպիսի թուղթ կարող է պահանջել։ Այս մասին այս հատվածի վրա նույնպես ուշադրություն դարձրեք։ Ամենավերջում ուսանողը պետք է բերի after mobility։ After mobility փաստաթուղթ, այդ ամեն ինչը աղյուսակներով ներառված են մեկ learning agreement փաստաթղթի մեջ։ After mobility-ի մեջ էլ արդեն արձանագրվում են այն առարկաները, որոնք ի սկզբանե արվել են եւ հետո փոփոխվել են, արդեն ընդհանուր արդյունքը ուսումնառության։ Սա էլ էս ասեմ։ Կրեդիտների ճանաչման հետ կապված։ Կրեդիտների ճանաչման հետ կապված Դժվարություններ կարող են լինել ինչի վրա։ Հա, դե դժվարությունները միշտ կան, չենք կարող ասել, որ միևնույն հաստատությունը նույն կերպ է կրեդիտները բաշխում, նույնիսկ Հայաստանում տարբեր հաստատություններ տարբեր կերպ են բաշխում։ Արտասահմանյան հաստատություններում էլ հնարավոր է մեկ կրեդիտը 25 ժամ լինի, ոչ թե 30։ Այստեղ էլ պետք է ուշադրություն դարձնեք։ Կարևորը, որ կիսամյակի կտրվածքով շեմը չանցնի, 20 կրեդիտը գոնե ուսանողը պետք է բերի, 10-ը լրացնի մայր հաստատությունում։ Իհարկե հնարավոր են դեպքեր, որ լիկվիդացիոն շրջան լինի, չկարող, այսքան լիկվիդ մնա ուսանողը հայերենով։ Լուծարքի պատճառով ինքը գա ինչ-որ կոնկրետ առարկա հանձնի իր մայր հաստատությունում, բայց դա նույնպես չպետք է լինի մեկից ավել, ասենք, առարկա, էլի, դա էլ է թույլատրվում, դե, այսպես ասեմ, ընդառաջում են ուսանողին, բայց պետք է չչարաշահել այդ փաստաթղթերի լավագույններին եք ուղարկում։ Այո, դե չեն կարող ասել ինչ կլինի, օրինակ կարող է գնա եւ բարձվի լեզուն անգլերեն չի ուսումնառության, այլ լեզու է, այդ մի քիչ, չգիտեմ, բանակցությունների մեջ իրենք ասում են օրինակ, որ այո անգլերենով կապահովենք, բայց ստացվում է, որ անգլերեն չի, այլ իրենց մայր լեզվով են անցկացնում։ Բայց այդ դեպքում անհատական իրենք ապահովում են։ Այդ դեպքում լիկվիդ չեն թողնի ուսանողին, անգլերենով, բայց պայմանագրում կարելի է նույնիսկ կետ ասել, կա պահանջել, որ իրենք խոստանան անհատական ծրագրով դեպի ուսանողին։ Կարողանում են, որ նա սովորի գնա լեզու գրածի անգլերեն չունեն ֆոնդ, ինչ անի ուսանողը։ Ծաղկա արվելի վրա, գնաց լահասլանդը, հետո հոգեբանական
Ճիշտ եք ասում, մենք էլ ենք դրա մեջ շատ, չգիտեմ, խոսակցի։ Բանակցությունները շատ տարբեր են, էլի, չգիտեմ, օրինակ ես էլ եմ այդ հարցադրումը արել, ինչու եք պահանջում անգլերենով սերտիֆիկատ, եթե դուք չեք ապահովելու անգլերենով տվյալ ուսանողի ուսումը, անգլերենով պահանջում են, որովհետև Erasmus-ի մեջ դա կարևոր կետ է։ Լավ շետ։ Այդ կրիտիկների ճանաչման բան, մենք դիպլոմների ճանաչման հավասարություն ունեցանք, մի անգամ ամերիկայում մեծությունով հետ կապված, պաթոլոգիայի դիմաց մինուս էին դրել, մեր մոտ պաթոլոգիա առարկան բաժանում է պաթոֆիզիոլոգիա, պաթանատոմիա, իրանք դա չէին հասկացել, ու երբ որ ուսանողը բողոքով բանարեց, որ ես պաթոլոգիան մինուս եկե, մենք ստերից պաշտոնական թուղթ ենք ուղարկել, որ ձեր պաթոլոգիան բաժանված է երկու առարկայի մեջ, նոր մեր կրիտիկները մի բան էլ ապելով հաշվեց։ Կրիտիկները նույնիսկ առարկայի անվան մեջ մի բան են չի լինում, արդեն կրիտիկը անընդհատ ինձ կարող Դրա համար ձևակերպման համար լինի այդ առարկայի կառուցվածքը։ Կամ թեմաներ, որ նրանք չունեն, մենք ունենք, կամ իրենք ունեն, մենք չունենք։ 100%-ով հնարավոր չի, որ բոլոր այդ առարկայի կառուցվածքը 100%-ով համապատասխանի մեր եւ նրանց։ Դրա համար կարելի է անել հետևյալը, ուսումնասիրել մինչև ուսանողի մեկնելը, տվյալ հաստատության առարկայացանկը եւ առաջնորդվել նկարագրերով, ոչ թե անուններով։ Բնականաբար անունները կարող են նույնը լինել, բայց անվան մեջ ինչ բովանդակություն է, լրիվ տարբեր լինել։ Այդպես բայց դրանից այս վերջի ժամանակներից այդ սիլեբուսները ամբողջությամբ առարկայականները դեռ պատկերը կա միջի։ Իրենք դնում են կայք։ Մեկը համառոտ գերարքեդատման համակարգական ինչպիսն է, վերջնացությունները, որը դրա համապատասխան արդեն որոշում ստեղծում, քո առարկանը թե չէ, տարբերություն կա, ու դրա հիմնավորած համեմատած քո կրթական ծրագրի գործող վերջնացությունները փակում է դա թե չի փակում, որը անվաշ չի նայում։ Հիմնականում այդպես էլ առաջնորդվում են բուհերը վերջնացություններին։ Մենք վրացիքից հենց այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք։ Միջազգային են վերանայեցիք դրան ոչ թե վերջնացությունները։ Անպատասխանատվություն միջազգային ճարտարապետի բանջարը։ Եվ կարելի է հետևյալը անել, եթե միևնույն առարկան նույն կրեդիտով բնականաբար դժվար է գտնել նույն բովանդակությամբ ու նույն կրեդիտով այլ հաստատությունում չենք գտնում, կարելի է այդ առարկայինքից եւս մեկ այլ առարկա ընտրել, որպեսզի կրեդիտային հարագումարը դա հավասարվի մեր կրեդիտին։ Այսպես։ Ամեն դեպքում կարծեմ այսպես չէ, եթե նույնիսկ ուսումնական պլանում այդ առարկան չկա, բայց ինքը այնտեղ ուսանել է, դա պետք է դիպլոմի հավելվածում լրացուցիչ հմտություններ ու խրախուսվում է շատ, որ բուհերը այդ հնարավորությունը ընձեռեն ուսանողին, բացի նախատեսված առարկայացանկից, որը ակադեմիական պլանով իր մայրբուհում նախատեսված է, ինքը հնարավորություն ունենա նաև լրացուցիչ այլ հմտությունների ձեռքբերմանը։ Դա կլինի լեզվի ուսումնասիրություն, օրինակ չգիտեմ, Հունգարիայի գնում, հունգարերենի դասեր կան, շատ ուզում է վերցնել, չպետք է ասել չեմ գնա, կամ չգիտեմ, լուսանկարչություն հավելյալ ինչ-որ առարկա է, կարելի է խրախուսել եւ ուսանողին տալ այդ հնարավորությունը։ Օրինակ եվրոպական բուհերի մոտ առաջի կուրսերը գրեթե 90% համապատասխանում են ծրագրերի սահմանը։ Մեծ մասի բուհերին են առաջի կուրսերին։ Օրինակ տարբեր Հայաստանում տարբերությունը շատ չի։ Առաջին կուրսում չենք նոր անդամ։ Հա, դրա համար իրանք մի քիչ խնդիրը չի լինում։ Եվրոպական բուհերից, օրինակ, առաջի կիսամյակը ավարտեցիր, երկրորդից կարող ես արդեն մասնակցել։ Մեր մոտ չկա, երկրորդ կուրսից էր։ Առաջի կուրսից ավարտելուց հետո Այսպես դիպլոմի հավելվածի հետ կապված, ես մի հատ հավելված եմ այստեղ դրել, որտեղ որ արձանագրվել է օրինակ ուսանողի տեղեկություն, օրինակ Erasmus+ ծրագրի շրջանակներում ուսանող այսինչան այսինչը 4-րդ կուրսի առաջին կիսամյակում, այսինչ ժամանակահատվածում սովորել է Լեհաստանի այսինչ ակադեմիայում։ Դուք նույնպես կարող եք արձանագրել ու եթե այն առարկաները, որոնք հավելյալ են, դա նույնպես միջուկի մեջ կարող եք ամրագրել։ Եթե այս մասով կան հարցեր։ Չէ, դա մեծ ճիշտ է։ Կան շատ իրավունքներ բժշկական կրթությանը, բայց այս հաջորդը ոնց որ դիտի անցնելու ինձ է, դա հաջորդ անգամ։ Որը հաստատությունների։
Հա, CBH-ին։ Դրանից մենակ Հիմա մի քիչ տեխնիկական մասից էին ուզում խոսել, այն ինչի մասին խոսեցինք, բովանդակային իրականացման մասին էր։ Հիմա մի քիչ տեխնիկապես ինչպես պետք է մենք ավելի վստահ զգանք մեզ ծրագրերում, պետք է ձեռք բերենք OID եւ PIC համարներ։ Սրանք ինչու են երկուսն են երկություններ, որ չունեն հիմնանեկաներից կամ Ո, կազմակերպություններ, որ դուք չունեն։ Լավ։ OID-ն անհրաժեշտ է օրինակ հենց ICM անելու համար, պետք է ներկայացնեք եւ այդ փաստաթղթերում բացի անուն ազգանունից, բացի ձեր հաստատության տվյալներից նաեւ գրում եք OID-ն։ Իսկ PIC-ը, Participant Identification Code-ը, անհրաժեշտ է օրինակ Capacity Building for Higher Education նախագծերին մասնակցելիս։ Այսինքն կոնսորցիումով եւ ինստիտուցիոնալ ծրագրերի մասնակցության բարակայում ձեզանից կպահանջվի PIC համարը։ Դրա համար ենք ասում, որ երկուսն էլ անհրաժեշտ է գրանցել ունենալ։ PIC համարը Հա, այս երկու ծրագրերը տարբեր կառույցների կողմից են քննվում, գնահատվում, OID-ն National Agency-ներն են անում, ազգային գործակալությունները, օրինակ մենք տարբեր ռեգիոններում կան օֆիսներ, բայց ԵՄ երկրներում գործակալություններ են կոչվում, իսկ PIC-ը արդեն commission-ը, Եվրամիության հանձնաժողովը գործակալություն։ Հա, հիմա կասեմ, դրանք ձեռք բերելու համար նախ EU login եք, օգտահաշիվ եք բացում, շատ հեշտ է, մեյլ բացելու նման ունեն համակարգ նման Մենք ձեզ սայթը շարերը տրամադրենք բոլոր ակտիվ ֆորմուլներով եւ ցուցադրված բոլոր նյութերը ձեզ կտրամադրենք, այնպես որ կոռեկցիա Նա բան ասեմ, էլի գրանցվելուց հետո մի քիչ հետո կեն գլխավոր էջ գնալ այնքան պրոբլեմա դառնում որ գլխավոր էջ ասենք հիմա մենք մեր այդ բանը գրանցված ենք, որ account-ը բացած մտնում ենք, հետո պիտի գնայինք այդ բանի էջը չէ գլխավոր էջին։ Հա, funding and tender Որտեղ opportunities։ արդեն քո account-ն է բացում։ Այնքան դժվարությամբ ենք այնտեղ։ Բայց Քայլեր ենք անում, ինչ որ կար ճանապարհ, որ մենք account արտադրած ցույց տալը իհա չպատկի։ Իմ խնդիրը այստեղ է, հիշում եք այն սկզբում ես որ գտել էի որ համալսարանն ունի այդ PIC-ը, բայց ես լոգին չէի կարող լինեմ, որովհետև չէի գտնում այդ տվյալները։ Այդտեղ էր խնդիրը, ինձ այնտեղ National Agency-ից այսին շարժումություն դեռ չի եղել, դրա համար չէր կարող մոտ գործել, բայց թե ինչքանով է դա ճիշտ ինչքանով չէ։ Կապներում ունես ծրագիր թե չունես, դու ստոպ կարող ես գրանցվել։ Հիմա տեսեք, քանի որ շատ վաղուց է եղել, ցենց ինքը տեխնիկական հարց է իրական։ Ոչ մեկ չգիտի, չի հիշում, թե ով է բացել, ինչ լոգինով, ինչ փասվորդով, ես ոնց փորձեցի, չկարողացա իրան վերական, դեռ լոգինն էլ չգիտեմ, ինչ մեյլով է բացել։ Արդյոք կա տարբերակ վերականգնելու իրան, թե պետք է նոր գրանցում արվի։ Եթե կազմակերպության անունը չի փոխվել, եթե որևիցե բան չի փոխվել, Ոչինչ չի փոխվել։ նույն անունով է, խնդիրներ կառաջանան, չեք կարող անել։ Եթե մեկը helpdesk-ին ձեզ օգնի գտնել կոնտակտները, գնել լոգինը տան, պասպորտ փոխենք եւ այլն, կամ helpdesk-ն ինչ-որ ձևով չի կարելի եւ գրանցում անել, չեն օգնում։ Ինչ ժամանակ մնացած արձագանքում են արագ, բայց չեն օգնում։ Այսինքն իրենք տալիս են լինքերը, որոնք արդեն իսկ EU-լոգինում կան, իսկ EU-լոգինում եղած լինքերից ոչ մի հարցումը չի համապատասխանում խնդրի։ Այսինքն այնտեղ ավելի շատ chat-bot-ի պատասխանի վրա ինչ-որ բան դու մեյլին գրում ես, քեզ գալիս է ստանդարտ պատասխան։ Իսկ եթե չի գալիս ստանդարտ պատասխան մարդ, copy-paste անում է ստանդարտ պատասխանը։ Մինչև հիմա դուք չունեք։ Ես մուտքը չունեմ, որովհետև ես խոսեցի ու հենց այդ է խնդիրը, քանի որ համալսարանը երազում շարժումություն դեռ չի ունեցել ինքնիրան։ Այսինքն մինչև ինձ էլ իրան գրանցվել են, բայց շարժումություն չի եղել, ոչ մեկ չի գնացել, ոչ մեկ չի եկել, ուղղակի իրան գրանցվել են։ Կարճուն ծով տանեմ, ես Գրիգորիսին անցած տարի մենք գրանցել են, մինչև հիմա մենք ինքան նամակ ենք ստանում։ Ես էլ լոգիկայով, եթե դու Պիկով գրանցում ես, չես մեր ակաունտը բացած արդեն փոխում են, ես պահել եմ արդեն ինքը չեմ կարող մտնել, ոչ լոգինից համակարգի մեջ, դա պրոստը ես իրան BM-ում գցնում եմ։ Այսինքն թե դու գրանցված չես, դու BM-ում չես ել։ Բայց մուտք չկա։ Վարդեն ինչ տանես ինչ արտիվացել է, վարդեն սիպիշվաններ կոլիջը,
Մասնակցում են։ վերջի բանը նաև դինամիկը մեջ է։ Մկոյի բովտի Բայց ինքը պրոֆիլի ուրիշ պրոֆիլի բան է, պրոֆիլի է։ Տարբերակ չկա, helpdesk-ին պետք է նկարագրեք նրանց Այստեղ կարող եք հենց եւ մտնել ու գրել իրենց։ գոնե լոգին է իմանալ, паспорտը ինչ-որ Այստեղ կարող եք արդեն իրենց հետ կապ հաստատել, նկարագրել խնդիրը։ Մեր մարդը ուրիշ երիկում բայց չի իշում ինչա։ Չեմերը փորացան, չգիտեն։ Ամեն դեպքում խորհուրդ չի տրվում, եթե գրանցված է, երկրորդ անգամ գրանցել տարիներ առաջացնում հատուկը Իսկ եթե անվան մեջ ինչ-որ չնչին փոփոխություն չէ, չէ, փաստաթղթերի բան Բան է դեր ռեգիստրը նավան չի բացատրել կամ։ Եթե փաստաթղթերից Մեր դու այլ կարող եք հավանաբար։ հա, բայց չեմ կարողանալ, որովհետեւ ձեր գոնե հայտնի է, Մեր ժամանակ դրանց ուզում էին Ես գրել եմ helpdesk-ին, ուղղակի helpdesk-ի արձագանքը ճիշտը AI-ը։ Չէ, helpdesk-ին անհատվել է։ Գիտեմ, պրոստը որ ասում եմ, նամակներն որ բացում չստան, զուտ ոնց որ copy-paste արած պատասխան։ Հեռախոսան համար չկա։ Կար։ Գուցե ես ուղղակի չկարողի եմ ասում, շփոթության մեջ գցեցին, որ ասեցին, եթե շարժություն չի եղել, նորմալ է, չգիտեմ ինչ նորմալ է, Ցանկացած մարդ կարող է մտնել եւ գրանցվել, որովհետեւ սա միայն շարժումության համար չէ։ Հա, Ամբողջ եվրոպական բոլոր եվրոպական ծրագրերը այստեղ են, հա, Horizon, Erasmus ամեն ինչ այստեղ է։ Եվ այստեղ անհատը կարող է օրինակ աշխատել work as an expert, հա, այսինքն բացարձակ կապ չունի կազմակերպությունից թե ինչ ես, որպես կարող ես ներդրես քո գործակցագրական է, որպես փորձագետ ներգրավես։ Մենք օրինակ բան ենք ներկայ բան։ Այո։ Project results շատ Այդ օգտակար։ անկեկների մեջ հենց այսօր, հա։ Ես ընդդեմ ինվենտորեցի, որ մեր կոլեջը ակրկրված է։ Հայտարարություն եք տեղադրել։ Դրել են, տեղադրեցինք, բայց գիտեք ինչքան նամամիջեր մեր գալիս է մեր ինֆոյերա։ Ու սա տեխնիկական պրոֆիլի, մենք հիմա այդ բանին Էստոնիայի Վալգայի կոլեջի հետ ենք, հիմա այն ներկայացուցիչը գալիս է։ Մենք երարվեց գնացին, բայց ոչ մեր պրոֆիլին չհամապատասխանում։ Դե հա, հիմա ինքը կարելի է 16 սեպտեմբերի Ուզում եմ միացնել պրոյեկտ, դասախոսների ինչ-որ փոխադարձությունում չգիտեմ ինչ մտնենալ։ Նա ասենք այստեղ է զանգել, եթե մելով չնարցականվում, հիմա փորձենք։ Իսկ այդ հայտարարությունը որ տեղադրում ենք ինչքան ժամանակից կարելի է թարմացնել, թե ինքը արդեն ֆորմալ է։ Մշտապես կարող եք թարմացնել ժամկետի բան։ Մշտապես չի, քոլին է դա։ Քոլին։ Քոլը բաց է, այդ ժամանակ։ Հիմա փակ են քոլերը, չեք կարող, երբ որ բացվի, նորից արդեն Գրանցվելու համար participant register, այստեղ մտնում եք եւ ստուգում եք արդյոք ձեր կազմակերպությունը արդեն գրանցված է թե ոչ, եթե ոչ register your organization եւ այստեղ պետք է մոտ գործը ցույց տա, այստեղ կբացվի 6 էջանոց application, Նավը մեր մեյլը գրիվը կային կբացի մեր հա, info շնի գրիգորից գետերի։ Պարոլն գիտեք։ Հա, Դինային որպես չէ դավիթի չէ գրած է դա Այստեղ ունեմ screenshot-երը ցածեցնա Registration steps նայեք 6 էջանոց դիմում հայտ է բացվում դեր առաջ հերթով լրացնելով անցնում ենք Երկիրը, այո, գրանցման ժամանակ մարդիկ այն որ գրանցում չունեին, բացատրում ենք գրանցումը, ՀՎՀ-ն եք գրում, երկիրը, այստեղ legal իրավաբանական անունը, կայքը եւ այլն։
Պարզապես այստեղ մի կետ կա, որ contact person եւ user այդ հատվածների վրա ուշադրություն դարձրեք, contact person-ը կարող եք գրել ձեր ղեկավարի կամ rector, pro-rector-ի տվյալները, բայց user-ը գրեք ձեր տվյալները, այսինքն այն մարդը բացում է եւ հետագայում հետևելու է այս հարթակին, պրոֆիլին ձեր հաստատության, ապա ճիշտ կլինի, որ այդ մարդու տվյալը լինի user-ի տակ։ User-ի ինֆորմացիաներ ապրում Վերջին կետով, 6-րդ կետում արդեն երբ որ հասնենք այստեղ, դուք մի հատ էլ ամբողջական տեսնելու եք ձեր application path-ը, ստուգելու եք տվյալները եւ դրանից հետո սեղմում ենք send։ Չէ, բայց այնտեղ մի հատ բաժին կա, որ register-ed բանն է, դոկումենտ ասում, որ դոկումենտները այս փուլից հետո է։ այդ register-ի Այստեղ submit որ սեղմեք, այո, submit որ սեղմում եք, ինքը ավտոմատ տալիս է ձեզ ձեր պիկ համարը, 9 նիշանոց համար է։ Նա դե նամակալարի, Այո, որ անհրաժեշտ են այսինչ փաստաթղթերը։ Այդ դեպքում արդեն pet register, լիցենզիա եւ այլն, այդ փաստաթղթերը անգլերենով ներբեռնում եք համակարգ։ Այսպես, այս դեպքում ուղղակի ցույց կտա, որ not valid, այդպեսի մի գրառում է ցույց տալու։ Պետք է անհանգստանալ։ Այսպես not valid էլի։ Declared, այնուհետև declared եւ validated։ Դա երկար գործընթաց է validation։ Այդ նամակի կա, որ շնորհավորում ենք, գրանցվել եք, ես ձեր պիկ։ Եվ վալիդացում։ Մինչև վալիդացումը դուք իհարկե կարող եք մասնակցել ծրագրերի, մինչև այն պահը, երբ որ դա փաստաթղթեր ստորագրելու ամիս էլ կարող է տևել։ Հա, 2-3 ամիս։ Հա։ Չէ, ինչքան ժամանակ է, բայց հետո ես այս գրանցվում մի շաբաթ հետո հայտարարությունը որ դրեցի, մեզի նամակները արդեն եկան առաջարկներով էլի։ Բայց որ հայտի տակ եք տեղադրել, որ հայտարարություն գործընկերի փնտրման բաժին կար նա։ Բայց բաց հայտի տակ պետք է տեղադրեք, հիմա հայտերը մեծ մասամբ փակ Չէ, են։ դրանց ես բաց է, մինչև մարտի ծրագրի կար մինչև բանը, մարտի 38 հուլիսանն է, բժշկական պրոֆիլի, հետո կար ընդհանուր հումանիտար, դե որ մեր հումանիտարը է քոլեջը, մինչև ապրիլն էր։ Ես երկու տեղն էլ անցկացրեցի ու մեզ հա բան եկավ, բայց մեր պրոֆիլի համապատասխան չկար էլի աջակցմանում։ Մենք իմ ուզածը կոնկրետ էլի։ Այդտեղ երբ որ դուք հայտարարությունները դնում եք տարբերությունների տակ, պետք է նայեք Հայաստանի վերաբերյալ մրցույթը, թե չէ։ Հայաստանից են Վարդենիսը ծրագրի մեջ նախորդ տարի, բայց հետո ես հիշեցի Վարդենիսը ուրիշ մասնակցություններ ուներ ինքը։ Հա, բայց իրենք մասնակցել են կառավարությունների զարգացմանը եւ դրա մրցույթը օրինակ ապրիլ չի եղել վերջնաժամկետից դուրս ուրիշ։ Մարտին կար մի հատ Մարտին, հունվար փետրվարից է ես նայում, դե շատ կար, մի 6 էջանոց, ամեն էջიდან մի 30-ից շուտ բաներ կար, որ իրանք էլ էին ման գալիս։ Որտեղ բոլոր խումերը չէ, որ Հայաստանի համար։ Հա, ես միջին մասնագիտականն եմ վերցրել կոնկրետ, մասնագիտական պրոֆիլն վերցրել։ Հետաքրքիր է։ Այստեղ ինչպես ենք տեղադրում հայտարարությունները, funding call for proposals բաժնում, սեղմում ենք եւ արկա բաց հայտարարությունները մրցույթի տակ, այո։ Քանի որ այս համակարգը պարունակում է շատ այլ ծրագրերի մասին ինֆորմացիա, այստեղ պետք է program-ը ֆիլտրենք, դնենք Erasmus եւ տեսնենք ինչ բաց հայտեր կան։ Ցավոք այս պահին գրեթե մեծ մասամբ փակ են, բայց երբ որ բացվեն, այստեղ ongoing, open for submission եւ այլն, այսպեսի գրառումներ են լինելու կողքը եւ դուք կարող եք մտնել հենց այդ հայտի տակ եւ լրացնել։ Հա։ Լավ գրանցված չի։ Չէ, ես չեմ գրանցվել։ Չի։ Այդ դեպքում արդեն լրացնում եք ձեր հաստատության տվյալները, ձեր փորձից եք մի փոքր գրում այնտեղ, միջազգային փորձից ցանկալի է եւ հայտը արդեն երևալու է գործընկերոջ մոտ եւ նաեւ համակարգում։ Հետո կարող եք բարբերաբար մտնել թարմացումներ տեսնել, ձեզ նաեւ կգա նամակ ծանոթում այդ մասին, նաև կարող եք պահպանել ցանկացած մրցույթի հայտարարություն եւ այլն, bookmark-ով կարող եք պահպանել ձեր էջում թե կմնա։ OID-ի հետ կապված կրկին EU login-ով, այս login-ը նրա համար է նաև լավ, որ երկու համակարգերում էլ հավասարապես գործում է։
Նույն EU login-ով մուտք եք գործում Organization Registration System։ Սա գտնվում է մեկ այլ հարթակում, կոնկրետ Erasmus Plus European այստեղ մտնում եք, այստեղ արդեն ներևալի է ձեր պրոֆիլը, քանի որ EU login ունենաք, organization, search for an organization, միշտ սկսում ենք այստեղից, ընտրում ենք, գուցե ձեր կազմակերպությունը արդեն գրանցված է։ Օրինակ եկեք մինի-բուք փնտրենք։ Եվ հենց սատերը կայք։ Դրա համար էլ նպատակ ԵՊՀ-ն 2-3 անգամ բացել է իր համար, սա սխալ է իհարկե, ճիշտ է մեկ հայտին է։ Երկուսն էլ ոնց որ certified Այո, certified, մեկը waiting for certification։ Եթե չեք գտնում ձեր հաստատությունը այստեղ, register my organization։ Նորից նույն քայլերով, որով որ պիկն եք ձեռք բերում, ավելի համակարգ։ Այս հայտը լրացնելուց հետո դուք կստանաք արդեն 8 նիշանոց նույնականացման համար, սկզբում ե տառով, ի տառով։ Դրանից հետո waiting for NA certification նշումը կլինի, այնուհետև legal entity form էլի փաստաթղթեր կգցելու։ Այսինքն certification-ը ստանալու համար պետք է մուտք գործել։ Այո, անպայման պետք է մուտք գործել։ Բառերը շատ Այո, պետք է ունենալ։ Այնուհետև այս bank account, legal entity form փաստաթուղթեր վերացնում, կարող եք այստեղից ներբեռնել։ Նայում եք public, private չխառնեք այս բանջատումները եւ ըստ ձեր հաստատության կառուցվածքի արդեն համապատասխան փաստաթուղթը կարող եք ներբեռնել, լրացնել եւ վերբեռնել համակարգը։ Դրանից հետո արդեն ավելացնեմ ուղղակի, բան ձեր համալսարանը կարծես թե նախկինում կոչվել է University of Traditional Medicine։ Մենք դիփոխենք այդ։ Հիմա դուք քանի որ հավանաբար մինչև 2019 թվականն եք գրանցվել այդ պորտալը, դուք հիմա ավտոմատ բանն էլ ունեք։ OID, ասում եք չունեք, այդ ուղղակի Իսկ հիմա մենք կարանք անվերա, որտեղ մենք միջազգային առողջապահության կազմակերպությունը մեր մոտ արդեն փոխվել է։ Բրիտանիայի բժշկական կրթության ասոցիացիան փոխվեց։ Մենք սաղին ուղարկեցինք, բայց հիմա մենք դիմենք ոնց է խմբագրելու հնարավորություն ունենք։ Բացան լինելու խմբագրելու։ Երևի էլի help desk-ով։ Խմբագրելուց տարբերակ հաստատ կա եւ ըստ երևույթին հիմա ավելի հեշտ լինի խմբագրելը, որովհետեւ երկու հարտակում էլ NA certification չունեն։ Վերիֆիկացված չի։ Այս բանը պետքա փորձեք ով որ ակաունտը բացել է, այդ ակաունտով մտեք փորձեք անունը փոխել, եթե թույլ չտա կամ ինչ-որ հավելյալ հաստատուկ ուզի, չէ, նորը մի բացեք, արդեն այնտեղ հաստատ կտա էլի որտեղից օգնություն, որտեղից փոխեք։ Ունենք օրինակ։ Այո, քայլերով ցես գուշի է դեպի։ Այստեղ կարող ենք տալ եւ դուք այդ ուզում եի ասել ուղղակի որ ունեք, որ համ կարող եք տալ գործընկերներին, եթե ICM ուզում եք անեք, համ ոչ դուպլիկատներից խուսափեք, էլի որ Ստոպ հարթակում տեսանք, որ ծրագրերի մասին տեղեկատվություն կար նաև, որտեղից դուք կարող եք նաև գործընկերներ ձեռք բերել, ծրագրեր ուսումնասիրելով, կոնսորցիումի անդամներին ուսումնասիրելով կարող եք դուրս անել այն հաստատությունները, որոնք ձեր մասնագիտությունների մոտ են կամ նույնն են ձեր մասնագիտությունների հետ եւ համագործակցություն սկսել։ Կա նաև մեկ այլ հարթակ Erasmus Plus Project Results Platform, այստեղ նույնպես դրվում են արդյունքները ծրագրի F Այլայություններ բան կա, Այդտեղ սեղմի, կապույտի վրա սեղմի։
Ահա, project։ հետ գնալ, հետ գնալ։ Չի։ Resources։ Այդտեղ կա բույթ հատվածի վրա սեղմի, Erasmus project-ից ասել։ Այստեղ նույնպես կարող եք ֆիլտրել արդեն ավարտված ծրագիր, ընթացիկ ծրագիր, արդյունքներով առկա ծրագիր, թեմաները ֆիլտրել, գործողությունները, տարիները, ռեգիոնները եւ այստեղ կարող եք հսկայական բազա ձեր առաջ կբացվի եւ ծրագրերի եւ գործընկերների առումով։ Սպայել Դա միշտ կա այս հատակ, դա միշտ հասանելի է։ Նոյեմբերի վերջին։ Սովորաբար նոյեմբերի վերջին։ Մինչև մարտ ապրիլում վրայի կախված գործողությունները, կարողությունների զարգացումը փետրվարի 14-ը եւ Ուզում եմ մի ուրիշ բան էլ ցույց տալ, եւս մեկ բազա, որ կարող է ձեզ համար հիմք ծառայել հետագայում համագործակցության համար, այն հաստատությունները, որոնք ունեն ինստիտուցիոնալ ֆունկցիաներ, Erasmus Charter for Higher Education, հարմարված ցանկն է սա։ Այդ ICM-ը ուսումնանը, պետք է ընտրեք անպայման այս խարտիայի, այստեղ ներառված են 6000 կարծեմ, 6000-ից ավել հաստատություններ, եվրոպական։ Erasmus խարտիա ունեն միայն եվրոպական գույները։ 6000-ից ավել հաստատություններ կան այստեղ։ Ոնասնովը կա մեջները։ Չեմ, մանրամասն չեմ ուսումնասիրել, այստեղ դուք հնարավորություն ունեք շատ լավ առիթեր, ինչեւ ծրագրի Կինեզալոգի մասնագիտությունը կա, այս 6 տարով պրոյեկտի։ Այստեղ կան կոնտակտային տվյալներ, կան կայքեր, կտանք, որ մանրամասն ուսումնասիրեք։ Գուցե ինչ-որ մեկը համապատասխանի ձեզ։ Չէ, մեր բյուջետը մոտ մենք ստամոթարել ենք։ Տերական հավելկա է, 4 տարի անցնում է։ Սոս տերական, չէ, իրան էտի ինչ մասնագիտություն է։ Դեր այդ ներառական մանկարությունը Այստեղ կարողությունների զարգացման։ Սա էլ մեկ ուրիշ հնարավորություն եւ EU Partner Search այս հաղթակն կտրամադրենք այս ինֆորմացիան, դուք այստեղից լինքերով արդեն կնայեք։ Սրանք էլ հեռախոսային հավելվածներն են եւ ֆտոպը նույնպես ունի հեռախոսային հավելված, նայեք, եթե ձեզ ավելի շատ հարմար է հեռախոսով մուտք գործել, կարող եք նաեւ հետագայում։ Նաեւ օգտակար նյութեր, օրինակ ուղեցույցը, ICM ձեռնարկը մասնակիցների համար, խարտիաները եւ Erasmus-ի student խարտիան։ Այստեղ ներառված են դուք կարող եք Մյուս ծրագիրը, որի մասին այսօր ուզում ենք խոսել, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտի համար։ Սրանք էլ ինչպես արդեն ամենասկզբում ասեցի, կոնսորցիումային ծրագրեր են, ԵՄ եւ տարածաշրջանի երկրների հաստատությունների միջև ստեղծվում է կոնսորցիում եւ որևէ թեմայի շուրջ իրականացվում են ծրագրեր։ Նպատակներն են բարձրագույն կրթության համակարգերի արդիականացումը, համարժեք եւ որակյալ կրթության ապահովումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, միջազգային համագործակցության խթանում, ու հասարակություն, տնտեսություն, կապի ամրապնդում, կառավարման եւ քաղաքականության բարեփոխումների աջակցություն, ներառականություն, հավասարություն եւ հավասար հնարավորությունների ստեղծում, ինչպես նաեւ կարողություն եւ ազդեցություն։ Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում սրանք 2-ից 3 տարվա տևողությամբ ծրագրեր են եւ հիմնականում 3 տեսակի են լինում։
Strength 1, это առաջին տեսակը դա բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հասանելիության խթանմանն ուղղված 24-ից 36 ամիս, 2-ից 3 տարի տևողությամբ։ Դրանք ավելի փոքրածավալ նախագծեր են, որոնք ուղղված են օրինակ համալսարաններին եւ քիչ զարգացած կազմակերպությունների համար ենք, նոր կազմակերպությունների համար է, կամ ինստիտուտներում ունեք ինչ-որ միավորումներ, որոնք նոր են ստեղծվել, որոնց համանավարժեշտ է կարողությունների զարգացումը, որոնք առաջին անգամ են ընդգրկում, սա շատ տարբերակ է։ Ֆինանսավորման չափն էլ մի քիչ ավելի փոքր է, 200,000-400,000 եվրո։ Երկրորդ տեսակի ծրագրերը գործընկերություններ բարձրագույն կրթության փոխակերպման համար, ելի 2-ից 3 տարի տևողությամբ, դրանք մի փոքր ավելի խոշորածավալ ծրագրեր են, ելի ուղղված են նորարարությանը, համալսարան բիզնես, աշխատաշուկա, համագործակցությանը եւ կառավարմանը 400,000-ից 700,000 եվրո ֆինանսական աջակցությամբ։ Երրորդը ամենախոշոր ֆինանսական բաշխվածություն ունեցող ծրագրերն են եւ կառուցվածքային բարեփոխումների նախագծերն են, այստեղ արդեն քաղաքականության եւ բարեփոխումների մասին է խոսքը եւ նախարարությունների ներգրավվածությունը պարտադիր է 800,000-ից մինչեւ 1 միլիոն եվրո բյուջե ունեն։ Ֆինանսավորումն էլ միասնական գումարի տեսքով է տրամադրվում, լամպսամ, սկզբունքով եւ բյուջեն կազմում է փաստացի ծախսերի հիման վրա։ Ֆինանսավորման սահմանաչափն էլ 50%։ Այստեղ կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում ծրագրերը լինում են նաեւ կարող են ընթանալ նաեւ հետևյալ սկզբունքներով, լինել ազգային նախագծեր, օրինակ երկիր եւ տվյալ երկրից մի շարք հաստատություններ։ Կարող են լինել բազմակողմ միջազգային նախագծեր, այսինքն կարող է լինել երկրների հաստատություններ եւ մի քանի ռեգիոններից հաստատությունների ընդգրկվածություն։ Սահմանափակումը այն է, որ միևնույն կազմակերպությունը այս տարվա մրցույթի պարագայում չէր կարող լինել 2-ից ավել ծրագրերի համակարգով։ Այս տարվա, իսկ նախորդ տարվա մրցույթի մասին է խոսքը։ Եթե ինչ-որ ծրագրի համակարգը, այս մյուսին նորի չի կարող։ 2-ից ավել չի կարող։